Հիմա դա գովազդելու լիներ այս ոդքասթը։ Ոնց կգովազդեր։ Նայ, մենք շատ բան չունենք, սա կտրոնը քաշեք հերթ կանգնեք, խնդրում վճարեք։ Լավ, հաշվի վճարեն, մենք կտրոնը քաշե վճարն կփոխանցեմ հետո։ Բայց մենք շատ բան չունենք, սև background, դերին լույս, մի հատ է ձուկ։ Երկու հատ է սովորական ջուկ։ Նայ, ես եթե անգերտ, ես առաջին հերթին կսկսեի թիրախից։ Թե ինչ target-ի պետք է։ Հա։ Ամենաառաջին հերթին։ Ես կհասկանայի, թե ում եմ ուզում թիրախ ընտրեմ։ Okay։ Ու ըստ դրա արդեն կգնայի։ Պատկերացրեցիր։ Հիմա քո ոդքասթի թիրախը շատ նեղ մարքեթինգային։ Իմ ոդքասթի թիրախը մարքեթինգի մասնագետներն են։ Սկսնակները մի քիչ ավելի քիչ, միջին ու միջինից բարձր փորձով մարքեթինգի մասնագետները ավելի շատ, բիզնես ղեկավարներ ու IT ոլորտի ներկայացուցիչներ։ Հա, դու թիրախավորել ես իրանց, ու ինձ հետ հիմա աշխատում ես։ Հա, ես հստակ այն սկզբից ես որոշել եմ, որ իրանք են իմ թիրախը, ես չեմ ուզում ընդհանրական ոդքասթ անեմ, ես չեմ ուզում։ Կարամ թե չէ, այդ հարցի երկրորդ կողմն է, բայց ես ուզեցել եմ հենց իմ թիրախը այդ մարդիկ լինեն։ Նայ, հիմա հետաքրքիր բան ես ասում, որովհետև ես երբ որ միշտ մտածել եմ ոդքասթ անելու մասին, ես ուղղվածություն չեմ վերցրել։ Աշխատել եմ չվերցնեմ, որովհետև հիմա նայ, որպես տնտեսագետ ես կարամ վերցնեմ տնտեսագիտություն ու սկսեմ դրա վրա խորանալը, բայց ինձ հետաքրքիր է բացահայտելը, տարբեր ուղղություններ, տարբեր ոլորտներ։ Իհարկե, այն ինչ որ դու ես անում, նաև դա էլ ունի պահանջարկ շուկան, որովհետև նեղ մասնագիտական ոդքասթերը միշտ թույն էֆեկտ են ունենում այս սեգմենտի վրա։ Բայց օրինակ ես մեր դրամատիկա, ոդքասթը դրամատիկա անունը, իրան նախնականում դիտարկում ենք sense բիզնես կոնցենտրացիայի ոդքասթ, բայց հիմա արդյունքում ինքը դառնում է գրեթե ամեն ինչ, նաև անցանցյալ թեմաները բիզնեսի հետ առնչվող, էլի։ Ու ինձ թվում է, որ մենք շատ ինչ ենք ուզում ոդքասթ անենք, հիմա ես ու դու նույն տարիքի ենք եւ այլն փորձում ենք խոսանք, մեզ խոսալու դաշտ է պակասում։ Ինչ ես կարծում։ Մեզ ոչ թե լսող չկա, բայց մեզ տեսարաններ է պետք։ Ու դա մարդու ներքին զգացողությունից է գալիս, երբ որ թվում է, որ դու ունես ասելիք, երբ որ ուզում ես ավելի մեծ լսարանի դա ասես, կամ կոնկրետ լսարանի դա ասես։ Օգնում է քեզ ոդքասթը։ Այս ամեն ինչի նպատակը հենց դա է, թե չէ մենք կարենք այս ամեն ինչը մի հատ մի բաժակ սուրճի շուրջ, ուղղակի խոսանք սրճան, առանց կամերաների, առանց լարվածության։ Ուղղակի նայ, խնդիրը այն է, որ ընդհանրապես Հայաստանում ինքը Հայաստանը շատ փոքր շուկա է։ Ահա որ փոքր շուկա է։